Այո, դուք նման պատասխան տամ, ասեք սրբազանախելով գալու անստի մեքենան, ինչ կարևոր է հարցի պատասխան։ Ես եմ այստեղ, ես եկել եմ այստեղ հարցի պատասխան ստանալու, իրավունք ունեմ։ Դուք որ գաք եկեղեցից հարցի պատասխանը, ես սիրով ձեզ կլսեմ պատասխանը։ Ես ինչա հարցի պատասխանը։ Չէ, մենք մեկ հարց ամենը խնդրեմ։ Երկրորդը չեմ տա, սրբության դեմ հրամանը կատարվում է թե չէ։ Հարցերի չեմ պատասխանում։ Դաժան հարցակը։ Իհարկե դաժան հարց չի, ինձանից լավ սրբություն հարգող սիրող չդի։ Բայմա սրբության դեմ հրամանը կատարվում է թե ոչ։ Հավատանեմ, լրիվ այլ մարդ եկել է, այլ հարց։ Նման գործողություններ անել իրանց դեմ։ Եկեք էստեղ։ Քո հարցը այլտեղ ուղի։ Մարմնի ներկայացուցին եմ ուղում ուղղ։ Հիմա քոնեման ասում եմ 400 հոգի որ գա, ես պետք է պատասխանեմ։ Ես քեզ չեմ տենում որ պատասխանեմ։ Քեզ որևիցե բա պետք է տենց անել դեմից։ Հիմա ասած եմ։ Կարելին ու չկարելին մենք գիտենք։ Ուրիշ ոչ ոք չի։ Մենք որ ի վերջ Համար ժողովուրդ ջան, եթե Ինչ օրենք իմացին է, կողմես երկրի մորենք չկա։ Ժողովուրդը պարբերաբար իրենց ուղիղ հարձակումների ժամանակ եւ ոչ միայն կոչ են անում քաղաքացիներին գալ դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, նշեմ, որ տեղեկատվություն է տարածվում, որ իրավապահները ոստիկանությունը մասնավորապես փակել է դեպի Էջմիածին եկող ճանապարհահատվածը։ Տեղեկացնեմ նաև, որ այստեղ պարբերաբար ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության մեծաթիվ ուժեր են կենտրոնացվում, նոր ուժեր են բերվում։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, մեջբերում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել։